Պարոն Սիմոնյան, գործարար Սամվել Կարապետյանն է այստեղ։ Ով է Սամվել Կարապետյանը։ Գործարար։ Կարամ տեսնեմ դեմքը։ Հա, կներողություն չգիտի։ Իստված մեջ չէ, ես գիտեմ մեր մոտ ինչ որ պլան է։ Նա ասում է, որ մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարի պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու, հայ ժողովրդի վրա եւ ասում է, եթե քաղաքական գործիչներին չհաջողվի ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին, սա ինչպես է մեկնաբանում, մենք մեր ձևով ենք միջամտելու։ Չեմ ուզում մեկնաբանեմ, որովհետեւ եկեղեցու հայ առաքելական եկեղեցու դեմ որևիցե մեկը որևիցե բան չի անում, մենք բոլորս հանդիսանում ենք հայ առաքելական եկեղեցու հետևորդներ եւ պարոն Կարապետյանի դիտարկումները կարծում եմ տեղին չի։ Այլ հարցեր կան։ Շնորհակալություն։ Հաջան։ Սկելու եւ սկացնելու թեման։ Ով էր սկում։ Դուք ասացիք պիտի լողան։ Այո, որ լինեն մարդիկ, ովքեր որ քայլում են ջրով, կասեն որ վերջացնում։ Չգիտեմ, սկող ասեն, թե սկացնող ասեն, ինդիվիդուալ։ Բայց կարողացել է նախաձեռնել։ Իմ դեպքում պրոցեսը ազգային ժողովրդատերից ներս է կապացվել։ Ինչու՞ դեպի տարբերես այս անգամ հաջողված։ Ծիծաղելի գործընթաց է։ Ես զարմանում եմ Սերժ Սարգսյանը ոնց է այդ գործընթացին տենց սատարում եւ Ռոբերտ Քոչարյանը ոնց է ձևանում, որ իրենք այդ գործընթացին տենց այդ խաղը անկեղծ ասած տենց պոպկորնը ձեռներս նստած վայելում ենք, չենք հասկանում ինչի համար է այդ ամեն ինչը արվում եւ անկեղծ չեմ հասկանում։ Գիտեք ինչ, մեկ-մեկ նենց նստում մտածում ասում ես, լավ, բա ինչ վերջը, ինչ, այսինքն պլանը որն է, անկեղծ ասած ժամանցային բան է դարել որից։ Ձեզ սա ինչ-որ քաղաքական նպատակ հետապնդող գործընթաց է, թե գործընթաց է ուղղակի ինդիմատիվ ֆորմի մեջ։ Դե ոնց կարող քաղաքական նպատակ հետապնդի։ Ուզում հասկանամ այդ նպատակը որն է։ Իրանք ենթադրում են, որ ինչ որ ձայներ են հավաք կամ ինչի է բերելու, ասենք իսկի դարից չեն գալի, նիստերի չեն գալիս, հիմա ընտրություններն 350 օր բան է մնացել մոտավորապես, հա, ուզում հասկանամ այդ ինչ է։ Կավա վերջում այդ խաղի մասնակիցի դառնալ։ Անի ջան, սեփական չափանիշներով ես չափում, հերիք եղավ, բոլոր հարցերի մեջ քո սեփական մտածելակերպը, լսի, քո սեփական հարցերի մեջ քո սեփական մտածելակերպը մի դիր, դա վատ տպավորություն է տալիս ասենք։ Վարչապետի Բոլոր հարցերին։ Վարչապետի աշխատակազմը massամբ ֆինանսավորում է կրթվել է նորաձև շարժումը, որոնց Նիկոլ Փաշինյանն է մասնակցում, բայց այդ գումարի չափը չի հայտնում հանրությանը, սա մտահոգիչ չէ։ Տեղեկություն չունեմ, չեմ կարող։ Ես հայտնեցի։ Չէ, չգիտեմ, հիմա տենց պետքա մի հատ շատ բան կարաս հայտնես, ես պետքա մի հատ այդ հարցին ծանոթանամ, տեսնեմ նաև ձեր ասած հասցեատերը ինչ պատասխան է տալիս։ Դուք մամուլ չեք կարդում երեկվա։ Կհավատաս, արդեն շատ բաներ չեմ կարդում, որտեվ ես եմ հիմնականում մամուլի հիմնական վերնագրերը ստեղծում, ես ինքս ինչ չեմ կարդում։ Հա, մի օր համեմատական կանցկացնենք, կտեսնենք որևիցե այլ լրագրող կամ քաղաքական գործիչ, բացի մի քանիսից, ով է ավելի շատ վերնագիր տալիս, եւ ես քեզ վստահեցնում եմ առնվազն ես միշտ կան։ Լուսինե ջան, նորից եմ կրկնում, արի, շմայսի մասին խոսացիր, իմիջիայից թե չի մարդուն տենց ածականոտ։ Առաքել Մովսիսյան ասել, շատ լավ, Առաքել Մովսիսյան տալիս է, չէ՞։ Նիկոլ Փաշինյանին էլ կհորդորեք, որ շմայսով չդիմի այլ անուն հասկանալու։ Լսեք, նախ կբերես կտենամ, որ դեմ տենց դիմել։ Ես որևիցե մեկին, երբ որ ինչ-որ բան հորդորում եմ, ես դա անում եմ այն ժամանակ, երբ որ գտնում եմ ճիշտ։ Եթե գտնեմ ճիշտ, այո կհորդորեմ, բայց ով ինչ ասում է, իր վրա վերցնում է այն պատասխանատվությունը, ինչ որ ինքը ասել է։